Իրանում երրորդյա սուք է ի հիշատակ զոհերի, որոնք ըստ Իսլամական Հանրապետության նահատակվել են Ամերիկայի ու սիոնիստական ռեժիմի դեմ ազգային դիմադրության ժամանակ։ Միջազգային մեդիան հղում անելով իրավապաշտպան կազմակերպություններին հաղորդում է ավելի քան 550 մարդու մահվան մասին, որոնցից 48-ն անվտանգության աշխատակից են, մյուսները ցուցարար։ Իրանի ցույցերի ժամանակ նաև հայ երիտասարդ է մահացել Էջմին Մասիհի, Մաջիդիե թաղամասի բնակիչ։ Թեհրանի դիահերձարանների դիմաց մարդկանց մարմինների կույտեր են առաջացել, իսկ էկրաններին հայտնվում են մահացածների լուսանկարները, որպեսզի ընտանիքի անդամները կարողանան ճանաչել ու գտնել իրենց հարազատներին։ Վաշինգտոնն անդադար զգուշացնում ու սպառնում է Իրանի իշխանությանը։ Լավ կլինի, որ չկրակեք, եթե սկսեք, մենք էլ կսկսենք։ Չնայած Միացյալ Նահանգների ու Իսրայելի բացահայտ սպառնալիքներին, Թեհրանը հայտարարում է, որ պատրաստ է համարժեք պատասխան տալ։ Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը զգուշացրել է, սխալ հաշվարկ չանել, հակառակ դեպքում թիրախ կդառնան թե Միացյալ Նահանգները, թե Իսրայելը։ Լեգիտիմ պաշտպանության շրջանակում մենք չենք սահմանափակվում միայն գործողությունից հետո արձագանքելով։ Միացյալ Նահանգների ռազմական հարձակման դեպքում մեզ համար օրինական թիրախներ կլինեն ինչպես օկուպացված տարածքները, այնպես էլ Ամերիկայի ռազմական եւ նավագնացության կենտրոնները։ Սպիտակ տան ղեկավարն արձագանքել է Ղալիբաֆին։ Եթե դա անեն, մենք այնպիսի մասշտաբով կհարվածենք նրանց, որ նախկինում երբեք չենք արել։ Նրանք չեն էլ կարող պատկերացնել։ Ղալիբաֆն ասել է նաև, որ Իսլամական Հանրապետությունը միաժամանակ 4 շակատով պատերազմ է մղում թշնամիների, Միացյալ Նահանգների եւ Իսրայելի դեմ՝ տնտեսական, ռազմական, ճանաչողական եւ հակաահաբեկչական։ Ղալիբաֆը նշել է, որ Իրանից կրած պարտությունը ստիպել է Միացյալ Նահանգներին անկարգություններ հրահրել։ Թշնամիները պլանավորել էին 12-օրյա պատերազմի ժամանակ հավաքագրել տեղացի ահաբեկիչների, բայց տապալվեցին։ Հիմա հավաքագրել են տեղացի ահաբեկիչների հակակառավարական ցույցեր հրահրելու համար։ Մենք պայքարում ենք ահաբեկիչների դեմ։ Իրանի նախագահը նույնպես վստահեցնում է, Իսլամական Հանրապետությունում քաոսի հեղինակներն արտաքին ուժերն են։ 12-օրյա պատերազմի ժամանակ թշնամին ցանկանում էր քաոսային վիճակ ստեղծել մեր երկրում, նույն քաոսը, ինչ տնտեսական ոլորտում։ Նրանք երկրի ներսից ու դրսից հավաքագրել են մարդկանց, վարձու ահաբեկիչներ են բերել, որոնք հարձակումներ են գործել, սպանել, հրկիզել ու գլխատել մարդկանց, հրկիզել են մզկիթներ։ Նրանք մեր ազգից չեն։ Թեհրանում ու մի շարք բնակավայրերում հրկիզվել են տասնյակ տներ, մզկիթներ, բանկեր, առևտրի կենտրոններ, կառավարական հաստատություններ ու բազմաթիվ մեքենաներ։ Մզկիթները վանդալիզմի են ենթարկվել։ Զանգվածային ցույցերի ժամանակ ձերբակալվածների թիվն անցնում է 2,500-ը։ Ալ Ջազիրան հայտնում է, որ Իրանում ինտերնետային կապ չկա արդեն 4 օր։ Իրանի իշխանությունը պատրաստ է բանակցել ցուցարարների հետ ու լուծում տալ տնտեսական խնդիրներին, որոնցից սկիզբ էին առել բողոքի ակցիաները։ Իսլամական Հանրապետության ղեկավարները պատրաստ են բանակցել նաև Միացյալ Նահանգների նախագահի հետ։ Նրանք 3 զանգահարեցին ինձ, ուզում եմ բանակցել։ Կարծում եմ նրանք արդեն հոգնել են, որ Ամերիկան անդադար հարվածներ է հասցնում։ Մենք կարող ենք հանդիպել։ Ամերիկյան վարչակազմը քննարկել է Իրանի դեմ հնարավոր պատասխան գործողությունների տարբերակները, այդ թվում կիբերհարձակումները եւ Միացյալ Նահանգների կամ Իսրայելի կողմից ուղակի հարվածները։ Կրակի վրա յուղ է լցնում նաև Իրանի վերջին շահի որդին Ռեզա Փահլավին, որ ցանկանում է ռևանշի հասնել 45 տարի առաջ հորը տապալելու համար։ Վերջին 2 շաբաթների եւ հատկապես վերջին 4 օրերի ընթացքում դուք զանգվածային ցույցերով խարխլել եք Իսլամական Հանրապետության անօրինական հիմքերը։ Հիմա ես հայտարարում եմ ազգային ապստամբության նոր փուլի սկիզբը, Իսլամական Հանրապետության տապալման եւ մեր սիրելի Իրանի վերականգնման նպատակով։ Իրանի անվտանգության ուժերը հետապնդելու են բոլոր նրանց, ովքեր պատասխանատվություն են կրում անկարգությունների համար, հայտարարել է արտգործնախարար Արաղչին։
Ցույցերը վերածվեցին դաժան ու արյունալի առճակատման, որպեսզի ԱՄՆ նախագահն Իրան ներխուժելու արդարացում ունենա։ Մենք պատրաստ ենք պատերազմին, սակայն պատրաստ ենք նաև երկխոսության։ Ըստ Արաղչիի, երկրի իշխանությունը դիվանագիտական լուծման կողմնակից է։ Նախարարի խոսքով շուտով կվերականգնվի նաև ինտերնետային կապը։ Իրանի իշխանությունը վստահեցնում է, որ իրավիճակը վերահսկում է ամբողջությամբ։ Մարիկ Օստանյան, Էպիկենտրոն։